Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը Facebook-յան իր էջում գրել է. Հանրային վերահսկողությունը մեզ դեռ խաղաց Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վրա։ Գյումրիում տեղի ունեցած ընտրությունները կարելի է բաժանել երկու հատվածի։ Առաջինը վերաբերում է լրագրողների եւ հասարակության զգոնությանը, ինչի արդյունքում կարողացանք խուսափել մեծաքանակ ընտրախախտումներից։ Հենց այս զգոնությունը թույլ տվեց խուսափել ՔՊԱ-կանների կողմից 50+% արհեստական ձայների հավաքումից։ Դրա համար շնորհակալ ենք լրագրողներին եւ մեր սիրելի քաղաքացիներին իրենց կատարած ահռելի կարևոր աշխատանքի համար։ Միևնույն ժամանակ պետք է նշենք, որ իշխող կուսակցությունը գործադրել էր հնարավոր բոլոր վարչական լծակները, որպեսզի այս ընտրությունները տանուլ չտար։ Նրանք լավ հասկանում էին, որ այս ընտրությունները կարտացոլեն հասարակության իրական վերաբերմունքը եւ ցույց կտան, որքան է հայ ժողովուրդը դադարել վստահել նրանց։ Սա նաեւ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ռեյտինգի հարցն էր։ Եվ իզուր չէր, որ Գյումրիում տեղի ունեցածին նա արձագանքեց որպես քաղաքացու ընտրություն, որն իբրև իրեն հարգում են պոպուլիստական թեզով։ Նիկոլ Փաշինյան, սա քո կամ ՔՊԱ-կանների կազմակերպած ընտրությունների արդյունքը չէ, այլ հանրային զգոնության, վերահսկողության, լրագրողների աչալուրջ աշխատանքի արդյունքն է։ Ինչու ենք այս պնդումն անում, որովհետև ընտրություններն առնվազն մի ամսով գնացին դասական ընտրախախտումների ճանապարհով։ Ընտրությունների ժամանակ հոսանքազրկումներ, զանգեր, կաշառատվություն, մարդկանց տեղամաս բերելու փորձեր, որոնց վերաբերյալ եղան բազմաթիվ փաստեր ու ահազանգեր։ Չնայած այս ամենի, Գյումրիում ընդդիմությունը հաղթեց, ցույց տալով Նիկոլ Փաշինյանին, որ նա եւ իր թիմը վատնել եւ մսխել են հայ ժողովրդի վստահությունը, հավատը։ Հուսանք, որ ընդդիմությունը կգործի միասնական ու նպատակային ի նպաստ հայ ժողովրդի եւ Գյումրիի։